վարչապետ, ձեզ մի հարց կարելի է։ Բարև ձեզ։ Կարևոր ես դրազգի ներկայացուցիչ եմ։ Ուզեի մի հատ հարց ունեի։ Իսկան տարի ինչի համար չեք դարիներ եկեղեցի, չէ՞ որ ես երկար տարիներ չեք հրավիրում։ Պետք է հրավիրեք, չէ՞ որ եկեղեցի ղեկավար եք, պետք է այստեղ գայեք ամեն տարի բազմաթիվ անգամներ ինձ որպես վարչապետին է տարի դուք մի Ես մեկ բան Բաբոյանի հետ նախորդ հանդիպումներ ունեցի ժամանակ, երբ որ ինքս ես երևի խազնային դա շատ կարևոր է։ Ես հրավիրեցի աշխատանքների հանդիպման եւ ասացի, ես կարծում եմ, որ մենք իրար հետ ապրում ենք, բայց բավարար չափով չենք կարող եւ ես խնդրեցի պարոն Բակյանին, ասացի, եթե դա ընդունելի կլինի մեր համայնքի համար, որովհետեւ այնուամենայնիվ ես չեմ համարում, որ ես կարող եմ առանց հրավերի գալ մտնել տաճար, որովհետեւ սա սրբավայր է եւ մարդկանց զգացմունքների հետ մանավանդ որ ցավի մենք իսկապես շատ չենք ճանաչում, պետք է հաշվի նստել եւ երբ որ հրավեր ա եղել առաջին իսկ պատեհառիթի դեպքում ես այդ հրավերը ընդունել եմ, որովհետեւ երբ լիներ հրավերը, այդ հրավերը ես կընդունեմ։ Բայց չէ՞ որ Այո, ես առաջին վարչապետն եմ Հայաստանի ղեկավարը, որ այցելում եմ, եւ դա էլ է շատ։ Ես մտածել եմ, որ եթե միջև այդ չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա, որ այսպեսի Սա կապված է ուղղակի ընտրությունների հետ, թե ուղղակի զուտ պարոն Բաքրյանի բարձրացրած հարցից հետո որոշեցիք որ դա։ Գիտեք ինչ, մենք ընտրություններում միշտ եզդիական համայնքի մեր սիրելի քույրերի շատ բարձր վստահությամբ ենք ստացել, շատ բարձր առանց այցելությունների։ Եվ դուք կարող եք նայել նախորդ ընտրություններում թե 2018 թվականի, թե 2021 թվականի եզդիական բնակավայրերի մեր ցուցած արձանագրած արդյունքները եւ ես նաեւ ասեմ, որ դուք կարող եք տեսնել, թե վերջին տարիներին մենք եզդիաբնակ համայնքներում ինչպիսի ներդրումներ ենք արել։ Մենք ճանապարհներ ենք կառուցել, որ տասնյակ տարիներ 40 տարի եւ ավել չեն եղել։ Ես այցելել եմ նաեւ առաջին անգամ եզդիական բնակավայրեր եմ այցելել եւ մենք նաեւ Ալագյաս խոշորացված համայնքում մեծ ներդրումներ ենք եւ ելի եմ ասում նախկինում ոչ մի անգամ ես հրավեր չեմ ստացել, ես մի քանի անգամ պարոն Բակոյանին խնդրել եմ, ասել եմ ես կարծում եմ եւ ընդհանրապես պարոն Սանդիկովին եմ միջազգային խնդրել, ասել եմ Հայաստանի ազգային փոխանցությունների հետ մենք ապրում ենք, բայց մի տեսակ չգիտեմ, լավ չենք ճանաչում մենք դուք երևի ավելի լավ եք ճանաչում։ Անկեղծ մենք փոքրամասնություններ չենք համարում մեզ, մենք հայ ազգի հետ մեզ եղբայրներ ենք համարում, ոչ թե փոքրամասնություն, որովհետև այսօր տվյալներով ինչքան որ ծրագրացված ենք, շատ մեծաներ։ Այո, բայց ես օգտագործում եմ սահմանադրություն 2015 թվականին ընդունված սահմանադրության տերմինաբանությունը, որպեսզի մաքսիմալ կոռեկտ։ Ես մեկ էլ կխնդրեի բոլորը թող ֆիքսեն, որ ես Արշալուս գյուղից եմ, եւ ասեմ, այսօր կան հենց կապված խնդիրներ, որ Արշալուսում եզդիների տները վաճառում են անօրինական ձևի, եւ դա ճիշտ է, հիմա այդ հարցը չի, բայց ես կուզեմ որ այդ հարցը շատ լինեք հարկադիր, կատարողական են հիմնարկները, հիմնական վաճառում են եզդիների տները, անօրինական կոպեկներով, այդ հարցի խնդիրը այդքան նվիրված է մեր ժողովրդի խալի։ Տիկին խալի դուք տեսեք Հայաստանում, ես ուղիղ եթերում այցելում եմ տարբեր մարզեր, դուք կտեսնեք, որ նմանատիպ հարցեր բարձրացնում են նաև Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները։ Ես բացառում եմ, որ որևէ էթնիկ նկատառում է որևէ մոտեցում ցուցաբերի համեն դեպս եթե այդպիսի բան բարձվի, այդպես գործողները խստագույն պատժի կան։ Բայց ասելի ձեզ լսելով ուղի եթերում ատեղ ունեն, դուք եթե ժամանակ ունենաք կարող եք նայել թե
Եղվարդում այդպիսի հարց բարձրացնող կա, Արտաշատում այդպիսի հարց բարձրացնող կա, Արմավիրում այդպիսի հարց բարձրացնող կա։ Այո, տեղյակ եմ դրա համար, ես ասում եմ յուղի հարցը բարձրացնում։ Բայց նաև մեր փորձը գոնե միջև այս պահ մեր ունեցած տվյալը ինչ է ցույց տալիս, որ օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պարտավորությունները չկատարելու հետ են կապված այդ դեպքերը, եթե կպարզվեն այլ իրավիճակներ, ես ձեզ հավաստիացնում եմ, խոստանում եմ, որ այդ իրավիճակներում պետությունը կգործի իր քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ։ Մեզ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մեզ համար կապ չունի ազգության հայ է, եզդի է, ռուս է, քուրդ է, ասորի է։ Սա մեր հողն է, սա մեր տունն է։ Մենք երբեք չենք էլ օտար տենց մեզ զգում Հայաստանում, որտեղ Հայաստանը մեր տունն է։ Մենք չունենք մի սխալ դետալի համար մենք էլ ձեզնից մեծ օտար չենք զգում եւ այսօրվա իմ այցը հենց դրա մասին է, որ եզդիների տոնը նաև իմ տոնն է եւ ես եկել եմ շնորհավորելու ձեզ եւ ուրախ եմ, ուղղակի հարցս դեղենց դրանում է։ Պարոն Փաշինյան, Շանում ենք, ես